գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վերջին 7 ամիսների նախարարության իրականացրած աշխատանքները։ Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը։ Սոճու կոներից պատրաստված մուրաբա, օշարակ, լորվա սարերի գաղտնիքը բացահայտված է։ 2015 թվականն ընդհանուր առմամբ բարենպաստ էր գյուղատնտեսության համար։ Ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել են էական դրական տեղաշարժեր։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վերջին 7 ամիսների նախարարության իրականացրած աշխատանքներն ու անդրադարձել առաջիկա ծրագրերին։ Նախարարն ընդգծեց, աճ առկա է գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերում, թե բուսաբուծության եւ թե անասնաբուծության մեջ։ Ցուցանիշները, որ մենք ունենք, եւ այն նախադրյալները, որոնք ստեղծվել են գյուղատնտեսության ոլորտում այս ամիսների ընթացքում, լուրջ հնարավորություն են տալիս մեզ եւ համոզված են, որ տարվա վերջում մենք ունենալու ենք բարձր ցուցանիշներ։ Բավարարվել է պետական օժանդակության ծրագրերով մարզպետարանների կողմից ներկայացված պահանջարկն ամբողջությամբ։ Այս տարի ավելացվել է գյուղվարկերի սուբսիդավորման տոկոսադրույքը, այն կազմել է 6%, հնարավորություն տալով գյուղացիական տնտեսություններին շուկայականից անհամեմատ ցածր 8%-ով վարկեր ձեռք բերել։ Ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 18000 հեկտարով, վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով 78%-ի։ Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2014 թվականին գերազանցել են 2010 թվականի մակարդակը 81%-ով, իսկ բերքատվությունը բարձրացավ շուրջ 54%-ով։ Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն ունեցավ ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա։ Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը համարյա 6%-ով։ 2015 թվականին զգալի աշխատանքներ են իրականացվել նաև ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ։ Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում տեղական արտադրության լոլիկ եւ վարունգ։ 2015 թվականի անցած ամիսներին շարունակվել է անասնագլխաքանակի ավելացման միտումը։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացրեց, իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքում հանրապետությունում մթերումներն ընթանում են սահուն։ Բերքի ամբողջ ծավալները կմթերվի։ Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում վերամշակող բոլոր գործարանների հետ, բոլորը պատրաստական են ընդունելու, սակայն որոշակի խնդիրներ կլինի հետագայում վճարումների հարցում։ Եթե անցյալ տարի մենք մինչև դեկտեմբերի կեսերը եւ վերջը ամբողջապես մթերված խաղողի դիմաց վճարումները կատարվեցին, հնարավոր է այս տարի մի քիչ այդ խնդիրը ուրեմն ձգձգվի մինչև մարտ-ապրիլ ամիս եւ մենք գյուղացիներին եւ նույնպես այդ մասին ասում եմ, իրենք էլ տեղեկացված են, որ մենք գիտակցորեն պետք է մոտենանք այդ հարցին, որովհետեւ վերամշակող ձեռնարկությունները նույնպես խնդիրներ ունեն, հասկանալի պատճառներով ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված արտահանումների ծավալները պակասեցին առաջին կիսամյակում, ինչպես գինու, այնպես էլ կոնյակի, եւ այդ առումով այն ֆինանսական հոսքերը, որ իրենք սպասում էին վերամշակողները, որ սեզոնից առաջ պետք է ունենան, իրենց ապահովվածության մակարդակը պետք է բարձր լիներ, դա չեղավ։ Դրա համար էլ որոշակի խնդիրներ կլինեն ուրեմն այս վճարումների առումով։ Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացումը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալների ավելացմանը։ 2015 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 21251 տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1791 տոննայի դիմաց, սալոր 1538, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 427 տոննայի դիմաց, կերդաս 2204 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 359 տոննայի դիմաց, ծաղկակաղամբ 9079 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1571 տոննայի դիմաց, ճակնդեղ բողք 2741 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 653 տոննայի դիմաց, վարունգ 3303 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 64 տոննայի դիմաց, լոլիկ 1128 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 129 տոննայի դիմաց։ Արտահանման գործընթացը շարունակվում է եւ իրական նախադրյալներ կան նախորդ տարվա նկատմամբ ծավալների կրկնապատկման համար։ Ընթացիկ տարում ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքներ արտահանող երկրների շրջանակը։ Արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը։ Մասնավորապես Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 83%-ը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 33%-ի դիմաց։ Հիմա լարսը աշխատում է առավոտվա 5:30 րոպեից մինչև գիշերվա ժամը 12-ը, իսկ դա չի նշանակում, որ գիշերվա ժամերին իրենք չեն աշխատում։ Գիշերվա ժամերին աշխատում է այդ կուտակված մեքենաների փաստաթղթերի ձևակերպումը։
Եվ առավոտյան արդեն մեքենաները սկսում են բաց թողնել։ Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում նույնպես ուշադրություն է դարձվել մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպմանը։ Կազմակերպվել է շուրջ 40 տոնավաճառ, որոնց մասնակցության համար գրանցվել է մոտավորապես 5000 գյուղացիական տնտեսություն։ Միջին հաշվով 2 տոնավաճառում մեկ օրվա ընթացքում իրացվում է 80-ից 90 տոննա գյուղմթերք։ Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում տրվել է խաղողի մթերման մեկնարկը։ Աբրահամյան եղբայրները առաջին տարին չէ, որ ակնալճից խաղող են բերում, գործարանի հետ աշխատում են բացառապես պայմանագրով։ Արտաշյան Աբրահամն էլ Միասնիկյանից ուղևորվել է Արմավիր, գործարանը 7 տոննա խաղող է մթերելու։ Շուտվանից եկել են պայմանները գիրենք կապես 10 տարի գծետեստեղ ենք հանձնում մեր բերքը։ Շատ լավ զավոդա չենք բողոքում։ Իսկ դարդեգեմ հետամ երկրորդ ռեսը բերեն նորից։ Այս տարի խաղողի բերքն ըստ կանխատեսումների 10-15%-ով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը, ուստի բոլոր արտադրողների հետ անհատական աշխատանք է տարվում, որպեսզի ստացված բերքն ամբողջ ծավալով մթերվի։ Անցյալ տարի մեր երկրում արտադրվել է 261,000 տոննա խաղող եւ մթերվել է 174,000 տոննա։ Ըստ օպերատիվ կանխատեսումների մենք ակնկալում ենք այս տարի մոտավորապես 290-295,000 տոննա խաղողի բերք, որի մոտավորապես 70%-ը ելի կմթերվի։ Ես առաջինը ուզում եմ հավաստիացնել մեր գյուղացիական տնտեսություններին, որտեղ որոշ մարդկանց մտավախություն կա, որ բերքը առատ է եւ հնարավոր է ամբողջությամբ չմթերվի։ Ես ուզում եմ նորից հավաստիացնել, որ գյուղացու կողմից արտադրված ամբողջ խաղողի բերքը կմթերվի։ Բոլորը պետք է դրա մասին իմանան։ Անցած տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի արժեքը Արարատյան դաշտավայրում կազմել է 150 դրամ, իսկ Տավուշի մարզում 140։ Նախարարությունը հորդորում է գործարաններին պահպանել խաղողի մթերման նախորդ տարվա գները։ Այս գործարանում տնօրենը հավաստիացնում է, թեև իրենց պահանջարկը 30,000 տոննա է կազմում, սակայն պատրաստ են այս տարի մթերել շուրջ 35,000 տոննա խաղող։ Նա նաև հավելեց, որ գործարանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզում խաղողագործության զարգացման հարցերին։ Տավուշի մարզում այս տարի խաղողի բարձր բերք է ակնկալվում եւ անկախ նրանից, թե նախապես ինչ ծավալներով են կնքվել պայմանագրերը, իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի գյուղացիների ամբողջ բերքը մթերվի։ Տնօրենը նաեւ հավելեց, որ ընթացիկ տարում եւս ապարիկ կարգով խաղողագործներին այգիների մշակման համար տրամադրվել են բուժանյութեր։ Մարդիկ տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար հաճախ դիմում են քիմիական տարրեր պարունակող դեղերի օգնությանը, իսկ բնությունը մեզ շռայլորեն ոչ միայն սնում է, այլ նաև կարող է պայքարել եւ բուժել հիվանդությունները, առաջարկելով բնական դեղամիջոցներ։ Ալեքսանդր Գրիգորյանը մոտ 10 տարի է զբաղվում է վայրի մրգերից եւ հատապտուղներից պատրաստված օղիների արտադրությամբ։ Նրա մոտ բիզնես գաղափարը ծնվեց հենց սեփական տարածաշրջանի բնակլիմայական առավելություններն ու հնարավորությունները բնության կողմից մեզ տրված բնական միջոցները օգտագործելու անհրաժեշտությունից։ Տարիներ առաջ սկսեց ուսումնասիրել մարզի ամենաթանկարժեք ռեսուրսը՝ անտառների հարուստ բուսականությունը եւ բացահայտեց բույսերի բազմաթիվ բուժիչ հատկանիշներ, որոնց պոտենցիալը բավարար կերպով չէր օգտագործվում։ Սոճու կոներից պատրաստված մուրաբա մեղր, օշարակ ավանդական բժշկությունը դարերի վեր պրակտիկորեն փորձարկել է բուսաբուժության մեջ սոճու կոներով, խեժով, ծաղկափոշիով բուժումը, որը շատ արդյունավետ է։ Սոճու կոներից պատրաստված օշարակը հրաշալի բուժիչ միջոց է շնչառական ուղիների, թոքերի բորբոքման կամ բրոնխիտի համար։ Այն պաշտպանում է իմունային համակարգը։ Սոճու կոները վիտամինների մի ամբողջ տեմանան են։ Ուսումնասիրեց ու գործի անցավ։ Սկզբից փոքր մասշտաբներով, այժմ սեփական տան տարածքում հիմնած այսպես կոչված մինի գործարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այս արտադրամասում տեղադրված օղի թորելու սարքավորումներից մի քանիսը հենց Ալեքսանդրի հնարամիտ մտքի եւ ձեռքի շնորհիվ են պատրաստվել։ Ինչն է սրա առանձնահատկությունը։ Գործարանային պայմաններում Սովետի ժամանակ ուրեմն սա գործել է լրացուցիչ մեծ տարողությունների հետ համատեղ։ Մեծ տարողություններում համապատասխան միրգը տոննաներով ուրեմն մրգին գոլորշի է տվածվել, որպեսզի պտուղը, պտղամիսը փափկի եւ կորիզից հեշտությամբ առանձնանա։ Պարզ է, այդքան էներգոտար process-ից ուրեմն ազատվել եմ, ինչի շնորհիվ։ Ես ընդհանրապես փոքր մուտքերով տվել եմ փոքր քանակությամբ ջուր, որը կարգավորում է համապատասխան ծորակով, եւ այդ ջրի արդյունքում, ջրի հետ խառնելու արդյունքում պտղամիսը փափկել է եւ նույն էֆեկտը ստացել եմ առանց շատ էներգիա ծախսելու։ Թորման այս արտադրամասում տեղադրված կաթսան հնարավորություն ունի թորելու 1 տոննա 1000 լիտր հումք։ Թորման կաթսայի վրա տեղադրված է դեֆլեգմատոր հատուկ ներքին կառուցվածքով, որը իմ գաղտնիքն է։ Դա ապահովում է սպիրտը ստանալ
համարյա առանց մեթիլ սպիրտի պարունակության։ Ալեքսանդրը արտադրում է վայրի խնձորի հումքից պատրաստված ալկոհոլային խմիչքների էքսկլյուզիվ տեսականի, իսկ մամուխի, մասուրի, ալոճի ծորենի համադրությունը մրգողու մեջ տալիս է ըմպելիքին անմոռանալի համ։ Քչերը գիտեն, որ մրգի օղին պետք է նույնպես ենթարկել հնեցման, այսինքն բիձերշկայի։ Մրգի հնեցված օղին ես լրացուցիչ հնեցում եմ տալիս նախորոք իմ կողմից համապատասխան չափաբաժիններով պատրաստած պատրաստուկի հետ ալոճը, մամուխը, ծորենը, մասուրը չորացնելուց հետո համապատասխան չափաբաժիններով իրար խառնելուց հետո այդտեղ գնում է նաև մի հետաքրքիր եւս երկու բաղադրիչ համապատասխան հատապտուղներից ստացված կորիզներն են դրանք, որը տալիս է խմիչքին շատ հետաքրքիր տտիպություն, փոքր ինչ դառնություն։ Ստեփանավանի օդի կազդուրի հատկությունը ավելի է մեծանում մայիս-հունիս ամիսներին, երբ սկսվում է սոճիների փոշոտման ժամանակաշրջանը։ Սոճու եթերային յուղերը ունեն մանրէասպան հատկություն, ինչը անչափ օգտակար է շնչառական հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Փոշին շատ մեծ դժվարությունով մարդ կարող է օրվա ընթացքում հավաքել, ենթադրենք թե մի 30-50 գրամ, բայց ես եղանակ եմ գտել ու այդ փոշին կարողանում եմ հավաքել օրվա մեջ մոտավորապես կես կիլոգրամ։ Այս արտադրամասում պատրաստվում Ալեքսանդր Գրիգորյանի վերջին տարիների ձեռքբերումը՝ սոճու կոների ստացված օշարակն ու մուրաբան։ Կոները մթերելուց հետո թրմում ենք այս կաթսայում 24 ժամ, որից հետո թուրմը առանձնացնում ենք, քամում ենք, տեղափոխում ենք համապատասխան, ճիշտ ասած, նաև շաքարավազ է խառնում, որ խառնում է այստեղ, որից հետո տեղափոխում է համապատասխան պոմպով, վակուում կաթսա։ Այս հարկավորումները հնարավոր է եղել ձեռք բերել Գյուղատնտեսության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից տրված դրամաշնորհի շնորհիվ։ Վերջում կարողացա ստանալ ավելի կատարելագործված, տեխնոլոգիապես կատարելագործված արտադրանք։ Սարքավորումները հնարավորություն են տալիս պահպանել հումքի միկրոտարերն ու վիտամինները, ինչը շատ կարևոր նախապայման է պահպանելու բույսի բուժիչ հատկությունները։ 65 աստիճանում իրականանում է հեռման process-ը եւ վիտամինները ամբողջությամբ պահպանվում են։ Իսկ ամենակարևոր վիտամինը, որը վիտամին C-ն է, վիտամին C-ն վերանում է 71 աստիճան եւ ավելի բարձր ջերմաստիճանում։ Վակուում պայմաններում խտացնելուց հետո հատուկ սարքի միջոցով լիցքավորվում է տարաները եւ օդազերծվում ու այն հետեւ պիտակավորվում։ Ալեքսանդրը նաեւ ավելացնում է արտադրատեսակները։ Սառը բնական թեյեր լորվա սարերից հավաքված հատապտուղներից, ալոճ, կոնի փոշի, ծորեն եւ մամուխ։ Սակայն այսքանով արտադրատեսականին չի ավարտվում։ Առաջիկայում նախատեսվում է արտադրել հիմնականում երեխաների կողմից սիրված քաղցր եւ օգտակար սոճու մատղաշ կոներից պատրաստված եւ հենց կոների տեսքով մրգանուշ կամ ինչպես ասում են, մարմելադ։ Ծրագրի շրջանակներում ձեռք ենք բերել հատապտուղների չորանոց։ Սարքավորումները կան, արտադրանքը կա, սակայն այս պահին Ալեքսանդր Գրիգորյանի միակ խնդիրը արտադրանքի ճանաչվածությունն է եւ իրացումը։ Եվ առաջիկայում ձգտումը եւ տարվող աշխատանքները կտան իրենց ցանկալի արդյունքը եւ լորու սոճու ու հատապտուղների բուժիչ բարիկները արդեն պատրաստի արտադրանքի տեսքով կտարածվեն ոչ միայն Հայաստանում, այլ մեր երկրի սահմաններից դուրս։ Համլետ Մեջլումյանի խնձորի այգին է։ Այս մարդիկ իր համագյուղացիները եւ պատահական չէ, որ Կոտայքի մարզի Արահամայնքի բոլոր այգետերերը հավաքվել են հենց իր այգում։ Բոլորը միահամուռ այստեղ են, որպեսզի քննարկեն, թե ինչպես բավարար կերպով իրականացնեն այգիների աշնանային խնամքը, որ հաջորդ տարի նույնպես ել ավելի լավ բերք ստանան։ Այսպես ամբողջ տարվա ընթացքում Կոտայքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի մասնագետները իրար գլխի են հավաքում այգետերերին, քննարկելու արկա խնդիրներն ու նաեւ մասնագիտական խորհրդատվություն տալիս։ Աշնանային խնամքից մտնում է տերևաթափի 50%, տերևաթափի ժամանակ ուրեմն օգտագործեն բորդյան եղուկի 3-4% լուծույթ, որը նպաստում է արդյունավետ է ուրեմն սնկային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, շատ կարևոր միջոցառում է եւ խորհուրդ ենք տալի մեր ուրեմն տնտեսվարողներին, որպեսզի անպայման պարտադիր այդ բորդյան եղուկի 4%-ով մշակեն իրենց այգի խնամքը։ Այգու խնձորի ծառերը ճկվել են խնձորի ծանրությունից, այս տարի եւս արդարացել են Համլետ Մեջլումյանի սպասումները։ Լավ բերք է ստացվել, գամքի մասնագետներն էլ միշտ սպասված հյուր են։ Մեր գյուղում օրինակ նորմալ ավարտած գյուղատնտեսել չկա գյուղապետարանում, շատ պետք են գալի մեր ժողովրդին եւ տեղանյութերի հարցով եւ մշակության հարցով, անձամբ շատ պետք են գալ։ Անհրաժեշտությունը։ Գյուղատնտեսական տարին բարեհաջող էր։ Այս ամենը նաև նախապատրաստական աշխատանքների ճիշտ կազմակերպելու արդյունքն է, որի մեջ իրենց բաժին ունեն կամքի մասնագետները։ Ով որ ցանկանում է անվճար Երևանի շուկաներից օգտվում է գյուղատնտեսական, որ սեզոնային բացվում են։ Սեմինարները մեզ շատ օգուտ են տալի, այս տարի շատ ուժեղ բերք ենք սպասում,
ի շնորհիվ գամքը միշտ հետևողական է, անընդհատ գալիս է ուղղություններ է ցույց տալի, բուժումներ։ Սեմինարի ավարտին մասնակիցներին բաժանվեցին սեմինարի հետ կապված նաև գյուղատնտեսական այլ խնդիրներին վերաբերող խորհրդատվական թերթիկներ։ Դրանց միջոցով գյուղացիները կարդալով իմանում են, երբ ճիշտ ժամանակին պարարտացում անեն, սրսկում անեն, որը բնականաբար մեծ ազդեցություն են ունենում բերքի եւ քանակի եւ որակի վրա։ Օրինակ, շատերը հիմա միակողմանի պարարտացում են անում ազոտով, չիմանալով, որ այն հենց ինքը նվազեցնում է բերքի քանակը։ Ահա այս հանդիպում սեմինարն էլ ավարտվեց եւս մեկ խնդիր պակաս ունենալու եւ լավ ու որակով բերք ունենալու սպասումով։